ինչ իրավունքով, ինչ տրամաբանությամբ դուք կանգնում եք ամենաբարձր պետական ամբիոններից, ամենաբարձր պետական մակարդակով Հայաստանի Հանրապետության տարածքը, հայկական բնակավայրերը անվանում եք ադրբեջանական անուններով։ Եթե ձեր տրամաբանությունը այն է, որ կա ինչ-որ քարտեզ, ձեր ղեկավարը ասում է, որ քարտեզը ընդամենը գիծ է, բայց եթե դեն շատ հետ գնաք, կգտնեք քարտեզներ, որտեղ Հայաստանի Հանրապետություն չկա։ Հայաստանը բաժանված է օրինակ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջև։ Կարող է մի օր գաք, այդ քարտեզը վկայակոչեք։ Եթե ձեր տրամաբանությունը այնն է, որ Ադրբեջանը ինչ անունով անվանում է մեր բնակավայրերը, դուք կրկնում եք, մեր բոլոր գրեթե բնակավայրերը ունեն ադրբեջանական անուններ։ Երևանին գիտեք, չէ՞ ինչ են անվանում, Սևանին, Սյունիքին։ Էդ է տրամաբանությունը։ Եթե ձեր տրամաբանությունը այնն է, որ որտեղ ինչ-որ ժամանակ ապրել են այլազգիներ, դա պատկանում է այդ պետությանը, Հայաստանի տարբեր տեղերում ապրել են ու ապրում են տարբեր այլազգիներ։ Ինչ, մենք ունենք իրանական, ռուսական, թուրքական, ադրբեջանական տարածքներ։ Երբ մենք ձեզ ասում ենք, որ սահմանադրությունը չի կոնֆլիկտածին, ՔՊՆ-ն է կոնֆլիկտածին, սա նկատի ունենք, ինչ է նշանակում երկրի ղեկավարը ասի ես հիմա փաստացի ունեմ այլ երկրի տարածք։ Դա թե պատերազմի հրավեր չի, ինչ է։ Դուք խոստացել եք, որ սահմանագծման եւ սահմանազատման շրջանակներում մենք պիտի մեր օկուպացված տարածքները վերադարձնենք։ Դա խոստանում եք Տավուշի դեպքերից։ Ամեն զիջումից ասում եք, էս տալու ենք, դրա դիմացը բան ստանալու ենք։ Երբ, ինչ ենք ստացել, ոչ մի բան չենք ստացել, ինչ, երբ են ադրբեջանցիները դուրս գալու Հայաստանի Հանրապետության օկուպացված տարածքներից, սահմանագծման և սահմանազատման շրջանակներում առաջինը ու առանց առաջ գնալու, այս հարցը պիտի քննարկվի, Ադրբեջանը, Տիգրանաշենը կարող է պահանջել մենակ մի բանի համար, եթե ուզում է կազմաքանդել Հայաստանի Հանրապետությունը, Տիգրանաշենը իր համար որևէ այլ նշանակություն չունի, Տիգրանաշենը Ադրբեջանը կարող է պահանջել, եթե ուզում է ամբողջապես շրջափակման մեջ վերցնել ու ակցիանի մեջ պահել ու պարկի մեջ պահել Հայաստանի Հանրապետությունը։ Ձեր ապաշրջափակման օրակարգի անվան տակ Երևանից դուրս եկող երկու միջպետական ճանապարհները հայտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Հայաստանը ամբողջությամբ հայտնվում է պարկի մեջ։ Եթե ձեր թեորիան ճիշտ լիներ, որ խնդիրը Արցախն է, մենք ավարտած կլինեինք այդտեղ։ Արցախի վրա վերահսկողությունը հաստատել է Ադրբեջանը, էթնիկ զտում է իրականացրել, եթե ձեր թեորիան այնա, որ դա էր իր նպատակը, այդտեղ կանգնած եւ ավարտված կլինեինք։ Իրականությունը ցույց է տալիս, որ ձեր թեորիան կեղծ է, սուտ է։ Իրականությունը այն է, որ Արցախի վրա վերահսկողության հաստատումը դուռը բացեց Հայաստանի դեմ պահանջների։ Մենակ դրա հետևանքով է, որ մենք հիմա քննարկում ենք Հայաստանի սահմանադրության փոփոխություն, այլևի պատկերացումը ու քննարկում ենք Հայաստանի որ բնակավայրն է հայկական, որը չէ։